Մեկ օր ինձ հետ։ Հաճախ օրվա ընթացքում ունենում եմ պլանավորած մի քանի նկարահանում։ Այս անգամ ունեի 3 նկարահանում, որից մեկը հեռուստանախագծի նկարահանում էր, եւ ես էի հաղորդավարը։ Խցանումներով փորձում եմ հասնել առաջին նկարահանմանը։ Այս անգամ նկարում էինք Մարուշի դիզայներական տորթերը։ Նման ֆորմատ նկարահանումները սովորաբար ավելի թեթև են անցնում, քանի որ պետք չէ սեթափներ հավաքել։ Նկարահանումը ավարտում եմ եւ գնում եմ մյուս նկարահանմանը տաքսիով։ Քանի որ սցենարը դեռ չէի հասցրել ուսումնասիրել, որոշեցի մեքենայի փոխարեն գնալ տաքսիով եւ ճանապարհին կարդալ սցենարը։ Երկրորդ նկարահանումը Մարալի համար էր։ Նկարում են գերեքրիլ եւ գնում եմ մեդիա նախաձեռնությունների կենտրոն հեռուստանախագծի նկարահանմանը։ Սա իմ առաջին նման ֆորմատ նկարահանումն է, որտեղ ես հաղորդավար եմ։ Առաջին 2 էպիզոդների ժամանակ շատ էի լարվում, բայց գնալով անցնում էր այդ լարվածությունը։ Վստահաբար սա 2025 թվականի իմ ամենահետաքրքիր փորձառությունն էր։ Կարծում եմ հագուստից պարզ դարձավ, որ միաժամանակ այսօր նկարահանել ենք 2 թողարկում, քանի որ բոլորիս գրաֆիկը շատ խիտ է։ Այդ իսկ պատճառով փորձում ենք հնարավորինս մեկ օրվա ընթացքում նկարահանել մի քանի թողարկում։ Նախագիծը երիտասարդների համար է։ Այստեղ անդրադառնում ենք շատ կարևոր թեմաների, որոնք մեծ քննարկումներ են առաջացնում երիտասարդների մոտ։ Իսկ երրորդ նկարահանումը ավարտելուց հետո գնում եմ տուն, քանի որ դեռ ունեմ թասկեր, որոնք չեմ ավարտել։